մեկնարկը կրվի։ Ինչ կարծիք ունեք։ 4 տարի եմ արդեն ման գալիս, 4 չէ, երևի 7 տարի եմ արդեն ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ պասիվ, մարդ են ման գալիս ու տենց կշարունակեն ման գալիս թվում է, ու տենց էլ չեն գտնի։ Իսկ ինչու հիմա ակտիվացավ այս impeachment-ի թեման ձեր կարծիքով։ Գարուն ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել, հիշում եք, որ ազգային ժողովի նորեր ընտրվի, ասում են դե 6 ամիս հետո ծրվելու է, հետո ասում էին, որ վարչապետը հրաժարական է տալու, որ ու նույնիսկ բացատրում էին, ասում էին, որովհետև ԿՊ-ի հետ հիմա հաճախ է հանդիպում, հետո այդ նույն մարդիկ բացատրում ասում էին, դե իրան պետք է, որպեսզի ինքը այդ Ադրբեջանի հետ գործի, մի խոսքով այս հերթական բաների մեջ է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունը այնքան բաց է ու այնքան հաճախ է ամեն ինչ բացատրում եւ խոսում, որ կարծում եմ այդ շահարկումները, այդ բաները մեկ օրվա կյանք ունեցող գործընթաց պատասխանել է impeachment-ի Փաշինյանի հեռացման։ Այսինքն այն քաղաքականությունը, որ վարում եք, այն իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին անվտանգային բավարար չի impeachment-ը։ Տեսեք, գիտեք, ինչ որ մեկի ցանկության, կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել, հա։ Տեղի ունեցել 2021 թվականի ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ AR-ի հարցումը վերջին, որ ես տեսել եմ, որ 14% է դարձել։ Ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Մեծամասնություն։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Գիտեք ինչ, դուք էլ 2021 թվականի ընտրություններից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 54% հավաքեց, իսկ Գյումրիում մոտավորապես 60 քանի տոկոսից ավել, ընդամենը 2 ամիս հետո Գյումրիում 20% արդյունք գրանցեց եւ ես խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել Հայաստանի Հանրապետության Գյումրի ընտրությունը չի կարող համապետական լինել։ Ուրեմն դե ես դրա օրինակը բերեցի, խնդրում եմ մի ընդհատիր էլի ինձ, ես ամեն ինչի պատասխանում եմ։ Ընդհատելը որևիցե օգուտ չի տալու, ընդհատում ես։ Քաղաքականացված ինչ է Գյումրին, հենց ամենահետաքրքիրն էր, որ Գյումրիի ընտրությունները ընդհակառակը փողոցների ասֆալտապատման, տնակներում ապրող մարդկանց եւ Գյումրիի տեղական խնդիրների մասին ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հավաքեց գրեթե կրկնակի ավելի շատ ձայն, քան 2 տարի առաջ, 3 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ եւ զբաղեցրեց առաջին տեղը։ Այսինքն, եթե նույնիսկ ձեր տրամաբանությամբ մենք նայում ենք, իմ ասածը նույնպես տեղավորվում է։ Եթե բարձրացումն էլ է եղել կրկնակի ավել, պարոն Սիմոնյան, դրանով։ Դա էլ լավ, այսինքն մեր ընտրողները գնացել են եւ քվեարկել են մեզ, ինչը օրինակ միգուցե կարծել են, որ առանց էլ մենք կընտրվենք, չեն արել, ենթադրենք 2-3 տարի։ Ես հասկանում եմ, անգլերեն մի հատ այնց արտահայտություն կա wishful thinking, ցանկալի բան մտածելակերպ, ես ցանկանում եմ, որ հաշվի առնելով, որ ես գտնվում եմ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների միկրոֆոնների ներքո, որ ես այդպես ցանկալի տարբերակային, որ Հայաստանի Հանրապետությունը իրավիճակը ինչ ստացվեց, ավելի վառ ԿՊ-ի համար, որքան է դուք փորձում եք վարչական 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակը եւ այն տրամադրվածությունը, որոնք ունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցները, խոսում էին այն մասին, որ ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է եւ այլ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացին եւ 54% ձայն եւ ընդամենը 20-22% ձայն տվեցին ընդդիմությանը։ Եվ ես չեմ պատրաստվում, ես չեմ կգնանք կգալու է 2026 թվականը,
դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի եւ մենք դրա մասին խոսում ենք ոչ թե այնպես մեզ խափելով կամ որևիցե բան, մենք մարդկանց հետ շփվում ենք, ես եմ մարդկանց հետ շփվում եւ խնդրում եմ ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի, ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեծականակ փող է ծախսվում դրսից, փող է գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ